Պարոն Հակոբյան, քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը ասաց, որ ՀՀԿ-ն ընդդիմություն չի դառնա։ Հիմա եթե կա համագործակցություն, այս դեպքում ինչպես է պատկերացնում ժողովրդությունը աշխատանքային ժողովում եւ այլ հավաքականություն։ Ես չեմ լսել այդ հայտարարությունը, բայց արդեն հայտարարվել է, որ ընդդիմություն չի դառնա։ Ես իսկապես կողմ եմ մստակեցմանը։ Մեր քաղաքական դաշտը, ցավոք մեր քաղաքական մշակույթը առայժմ չհասավ այն մակարդակին, որ դասական քաղաքական դաշտ ունենային եւ իմանային ով որտեղ է, որը կնպաստի իսկապես քաղաքական մշակույթի նորմալ ձևավորմանը։ Մենք ընդդիմություն ենք թե խորհրդարանում, թե ավականիում, բնականաբար մեր գործընկերները կլինեն նրանք, ովքեր ընդդիմադիր կեսվածք կորդեգրեն։ Այսքան հավաքական կազմում ընդդիմություն կմնա իր առանցությունը հեշտ կլինի պայքարել այս։ Դա ճակատագիր է հիմա, մենակ կմնանք, ուրեմն մենակ կգործեն որպես ընդդիմություն, բայց կարծում եմ մեր 6 պատգամավորները ավականու անդամները կփորձեն ոչ միայն այդ, չգիտեմ, քանի ձայներ մեծ տրված 35000 թե քանի, կարծում եմ իրենք կաշխատեն ամբողջ ընդդիմադիր էլեկտորատի ուրեմն ցանկությունները, պահանջները ներկայացնեն ավականիում, որի կարիք այսօր կա։ Նաև այն մեր գործընկերների, ովքեր չկարողացան ունենալ տեխնացուներ ավականիում։ Բայց այնուամենայնիվ սպասելի է, որ Գագիկ Ծառուկյանը նման հայտարարություն կանի։ Նկատի ունեմ, որ ասում է, որ իշխանություն ընդդիմություն չի դառնա։ Ավելի հավանական էր, որ կհայտարարվեր, որ ընդդիմություն չի լինի, քան կհայտարարվեր ընդդիմություն։ Ավելի հավանական այդպես է ասած։ Պարոն Հակոբյան, խաղատան բացմանը մասնակցել։ Ինչպես։ Հարավան խաղատան բացմանը մասնակցել կոմպլեքսան։ Ես այսօր երեկոյան։ Այո, այո։ Չէ, ես ներկա չեմ լինելու, որտեղ զբաղված եմ։